Հայաստանի առաջին հանրապետության կայացման գործում մեծ է եղել նաև մեր կողքին ապրող բարեկամների, եզդի ժողովրդի աջակցությունը։ Հայ եւ եզդի ժողովուրդների բարեկամությունը բազմաթիվ անուններով է ամրագրվել, ինչպես դարեր առաջ, այնպես էլ մեր օրերում։ Ազգությամբ եզդի Մալխա Սամոյանը, որն իր անունը ոսկե տառերով է գրել հայկական ըմբշամարտի պատմության մեջ, մեծ ներդրում ունի նաև հայ եւ եզդի ժողովուրդների բարեկամության մեջ, հայոց եռագույնը աշխարհի տարբեր անկյուններում ծածանելով։ Հայաստանը միակ երկիրն է, որ եզդի ազգին այդպիսի մոտ եւ այդպիսի ջերմորեն է ընդունում եւ եզդի ազգը Հայաստանում իրեն զգում է ինչպես իր հարազատ երկիրը եւ նաեւ թե պատերազմի ժամանակ թե միշտ եզդի ազգը եղել է նաեւ հայերի կողքին։ Եզդիներն ամենամեծ ազգային փոքրամասնությունն են Հայաստանում։ Մոտ 3500 եզդի է ապրում մեր երկրում։ Եզդիաբնակ համայնքների դպրոցներում եզդիերեն է դասավանդվում։ Եզդի ժողովուրդը խոստովանում է, որ Հայաստանում պաշտպանություն է գտել եւ կարողացել է պահպանել ազգային ինքնությունը։ Եզդի ժողովուրդը, ասենք մենք կարելի ասել տարբեր ժողովուրդ, բայց մի ազգ ենք համարվում, կապ չունի, Մալխասն լավ ասում, ավելի ճիշտ այդ ռոմանից է եկել, ասում է, մենք սաղ աշխարհում հայ ենք, մենակ հայերի մեջ ենք եզդի։ Ասենք այդ արտահայտությունը ռոմանից է եկել, ու ինչ ասեմ, ուրախանում են իհարկե, ավելի շատ են ուրախանում։ Երևի պատմության մեջ օլիմպիական աշխարհի Եվրոպայի մենք Ռոմանն է եղել առաջին եզդիների առաջին սպորտսմենը, հետո մեր բրսկամարտիկ Միշա Ալոյան մենք Նովոսիբիրսկից եւ երրորդը Մալխասն է, էլի ասենք, այդպես մեծ սպորտսմեն որ դարձել է։ Հայաստանի հունահռոմեական ոճի ըմբշամարտի հավաքականի անդամ Մալխա Սամոյանը ծնվել է 1999 թվականի հունվարի 22-ին։ 6 տարեկան էր, երբ սկսեց ըմբշամարտով զբաղվել, աչքի առաջ ունենալով ըմբշամարտի քորեղբայրների Ռոման եւ Ազատ Ամոյանների օրինակը։ Ըմբիշը 22 տարեկանում Հայաստանի սպորտի վաստակավոր վարպետի կոչմանն է արժանացել։ Այո, Ազատ Ամոյան միշտ նա ինձ տարել ըմբշամարտի եւ նա իմ կողքին փոքր հասակից սկսած նա միշտ իմ կողքին է եղել։ Իսկ Ռոմանին միշտ հետևել եմ նրա գոտեմարտերը, փորձելով նմանվել Ռոմանին եւ նա էլ իր խորհուրդներով միշտ օգնել է ինձ, որպեսզի կարողանամ հասնել այս հաջողություններին։ Փոքրուց արդեն երում էր արունը, շատ աշխուժ էր, շատ, որ միշտ բերում էինք փոքր ժամը, 2-3 տարեկանից ինքը գալիս էր դալիճ, բայց չենք թողում պարապի, մեր հետ բերում ենք չարեր, որ տունը չարություն չանի, բերում ենք, ասում ենք այդ էներգիան թող դալիճում ծախսի, համել տունը օգուտ կտա, էլի, չի խանգարի ծնողներին աշխատանքի մեջ որ, ու այդտեղից երևաց իր այդ կամքը այդ բանը նվիրվածությունը սիրեց այս սպորտաձևը, որ Ռոման Ամոյանը եղբայրս ամեն մրցաշարից գալիս է, այտենց մրցաշար չեմ հիշում, որ ինքը չգնա օդանավակայան եւ չդիմավորի, պետք է այդ մեդալը առաջին իր վիզը Ռոմանը գցեր, բայց ոգևորվում էր։ Իսկ փոքրուց արդեն երևում է, որ նա կարող է մեծ սպորտսմեն դառնալ եւ դարձավ։ Երկու եղբայրներս խիստ են եղել եւ դա ինձ թվում է լավ է եղել, որ խիստ են եղել, որը նաեւ ինձ օգնել է թե սպորտում, թե սպորտից դուրս։ Բարև ձեզ։ Ոնց եք։ Լավ, մերսի, դուք ոնց եք։ Լավ, շնորհակալություն։ Պատրաստվում եք աշխարհի առողջությանը, այժմ էլ 10-ակասկես մեր առավոտյան մարզումն է։ Հիմա առաջին մարզումն է մեզ մոտ։
Մի քիչ ժամանակ ունենք, կարծում եմ կարող ենք խոսել։ Այո, մի փոքր։ Մալխաս, ովքեր էին ըմբշամարտի ձեր հերոսները, ում ուզում էիք նմանվել։ Հո եղբայրներս, նրանց եմ փորձելով նմանվել նրանց, Արտուր Ալեքսանյան, Մաքսիմա Մանուկյան, էլի մեր լեգենդար մարզիկներին հետևելով Արմեն Նազարյան, Ալբերտ Մկրտչյան, Աղնակ Գալստյան, Կարեն Մնացականյան, Լևոն Յուֆալակյան, բոլորն էլ տեսնելով նրանց գոտեմատերը փորձելով նմանվել նրանց։ Ձեր հոր եղբայրները առաջին մարդիկ են եղել, կարծում եմ, ովքեր ազդեցություն են թողել ձեզ վրա։ Մանուկ ժամանակ հիշում եք ինչ-որ պատմություններ, կադրեր։ Այո, հոր եղբայրներիս հետևելով Ռոմանի գոտեմատերն եմ միշտ գնացել նայել, նրա մրցաշարերին ես միշտ ուրիշ ձև էի լարվում եւ նրա հետ ապրում էի այդ ամեն ինչը եւ ես էլ սիրեցի ըմբշամարտը եւ հաճախեցի արդեն Դինամո մարզական կազմակերպություն զբաղվելով ըմբշամարտով։ Իսկ երբ փոքր էիք նմանակում էիք նրանց։ Ճիշտ ասած նմանակել չեմ կարող ասել, բայց ուզում էի նմանվել նրանց, հասնել այդ հաջողությունները, նույնպես ես փորձեի ես էլ հասնել այդ հաջողություններին եւ փառք Աստծո ստացվեց եւ այսօր մինչեւ այսօր մարզվում ենք եւ դեռ ունենք նպատակներ։ Իսկ հոր եղբայրներից ով է եղել ձեր առաջին մարզիչը։ Ասենք առաջին մարզիչը եղել է Համլետը Հովանիսյան, Հարությունը Խաչատրյան եւ նաեւ Ազատ Ամոյանն են ինձ տարել առաջին անգամ մարզադալիչ եւ արդեն հետագայում ինձ օգնել է Ռոման Ամոյան։ Նրանց հետ մինչ օրս մարզվում եք։ Այո, մինչեւ օրս այո, բոլորն են ինձ օգնում են, բոլորի մարզիչներն են։ Եվ քիչ հետո ինչ պարապմունք է լինելու։ Այժմ առաջին մարզումը վազելու ենք Անտառում եւ փորձել ենք ֆունկցիոնալ աշխատանք կատարել մի քանի վարություն, որ պետք է արագ կարողանանք անդադ այդ վարությունները անցնել երկու շրջան։ Իսկ ձեր հոր եղբայրները մրցաշարերին գալիս են մինչ օրս։ Այո, գալիս են, նրանք իմ կողքին են միշտ եւ նրանց իմ կողքին գտնվելը ինձ մեծ ուժ է տալիս։ Գեորգյան, ծանոթացեք։ Բարև ձեզ։ Այսօր եկել են նկարեն մեզ։ Մալխասը աշխատասեր, համեստ, նպատակասլակ երիտասարդ է եւ դա իր մեդալներն է ցույց տալի, որովհետեւ մարզիչներին լսում է, շատ աշխատում եւ կարողանում է մրցումներին ավելի ճիշտ մոտիկանալ։ Նա շատ մոտ է օլիմպիական չեմպիոն լինելուն եւ ամեն ինչ անում է եւ մարզիչներն էլ ամեն ինչ անելու են, որպեսզի նա դառնա օլիմպիական չեմպիոն։ Մալխասը մի հատ համեստ յուրօրինակ մի հատ սպորտսմեն է, որ բոլորը սիրում են, հավաքականի մեջ բոլորը սիրում են։ Մի ազնվորություն չկա, որ Մալխասին չսիրեն։ Թեկուզ ասենք կին կամ տղա սպորտսմեն բոլորը հարգում եւ սիրում են Մալխասին։ Չգիտեմ, ես ինձ համար շատ մեծ բարձր անունով մարդ եմ Մալխասը եւ սպորտսմենը։ Մալխասը շատ լավ ընկեր է, հասնող, բոլորին հասնող, լավ, բացի նրանից որ շատ լավ սպորտսմեն է, նաև շատ լավ մարդ է, համեստ շնորհքով, իրոք յուրահատուկ մարդ է ու նաև օրինակ է մեր հետևից կալացող մյուս ըմբիշների համար։ Դե որպես մարզիկ բոլորս գիտենք ինչ մարզիկ է, իր այդ մեդալները արդեն խոսում է իր մասին, արդեն քառակի Եվրոպայի չեմպիոն, աշխարհի չեմպիոն, օլիմպիական խաղերի մրցանակակիր, բայց ես հույսով եմ ու նաև վստահ եմ, որ մյուս օլիմպիական խաղերին անպայման ոսկե մեդալ է նվաճելու։ Մենք շատ մոտ ընկերներ ենք, այնպես չէ, որ մենակ մարզումներին ենք իրար հետ, մենք շատ հաճախ ժամանակ ենք անցկացնում իրար հետ, բացի նրանից, որ միշտ մարզվում ենք։ Ոչ միայն եզդի, այլև մեր թմի անդամներին էլ, եթե
իրոք կարողանում եմ իմ հնարավորությունով կամ ինչ-որ մի հնարքով կարողանալ օգնել նրանց, անպայման օգնում եմ եւ անգամ չմամաչում, ես էլ նրանցից եմ լիքը բան սովորում, հարցնում, դա կլինի իզից մեծ, թե իզից փոքր, ես միշտ եթե ինչ-որ բանից պետք է, անպայման հարցնում եմ։ Նույնը ես եմ կարողանում տալ նրանց, ինչը որ նրանք են հարցնում, ինչը որ ես եմ տեսնում, որ կարող եմ օգնել նրանց։ Մարդասի հետ փոքր ժամանակվանից ընկերություն ենք անում, այս սպորտային կողմից ինքը շատ լավ մարդ է, բացի այն, որ սպորտում մեծ հաջողություններ ասել, կյանքում էլ, չգիտեմ, այնպես որ իմ ընկերն դրա համար եմ ասում, դա բոլորը կասեն շատ լավ մարդ է, բարի, կամեցող, եթե ինչ-որ մեկին ինչ-որ մի բան է պետք լինում, փորձում ենք ամեն ինչ անել դրա համար, չգիտեմ, միայն լավը կարող եմ ասել նրա մասին, ճանապարհ ենք անցել միասին ու այնպես շատ դժվար բաների մեջով ենք անցել ու մինչ այսօր ընկերություն ենք անում, ինձ թվում է մինչև մեր կյանքի վերջը լավ ընկերներ կմնանք։ Մալխասը հիմա աշխարհում այդ շատ կոնկուրենտ քաշ է իրանա, ինքը աշխարհի ամենաստաբիլ սպորտսմեններից է։ Մալխասի ամենահետաքրքիրն այն է, որ ինքը իր գոտեմարտերից ամեն ինչից առաջ լարվածության մեջ է, ասում է ես քեզ թվում է ինքը շատ է լարվում, խառնում իրար, բայց դուրս է գալիս գոտեմարտին, հենց լավ է գոտեմարտում, հենց մտածում եմ լարվածությունը դեռ չի եղել իր մոտ, ամենաերևի այդ գլխավոր զենքը իր է դա, որ գորգի մեջ կարողանում է վերագտնել իրան։ Մալխասը աչքի անգնում իր համեստությամբ եւ իր ընկերների համար, բոլորի համար սրտացավ է, բոլորիս օգնում է։ Նա մեզ շատ մեծ օրինակ է, մենք նրանից շատ բան ունենք սովորելու։ Միշտ իրար հետ հանդիպում ենք, նա իմ մեծ աղբերն է, ես նրանից շատ բաներ ունեմ սովորելու։ Դե մրցումներից առաջ տրամադրում է, թե հոգեպես, թե ֆիզիկապես օգնում է, ամեն հարցում օգնում է, մեր կողքին է, որ ավելի լավ մասնակցենք Եվրոպայի աշխարհի առաջնությանը։ Մինչև 2018 թվականը Մալխասն արդեն մեծ հաջողություններ էր գրանցել երիտասարդական առաջնություններում, իսկ մեծահասակների մրցաշարերում նորամուտը նշել է 2019 թվականին Poland Open մրցաշարում դառնալով ոսկե մեդալակիր։ Վերջերս Բրատիսլավայում անցկացվող մրցաշարում Մալխաս Ամոյանը 4-րդ անգամ Եվրոպայի չեմպիոն է դարձել։ Շոկի մեջ ես ընկնում, ես այս մրցումներին, որ Եվրոպայի չեմպիոն դարձավ 4-րդ անգամ, ես Մալխաս հետ առաջի անգամ եմ մեծ հասակների մրցումների մասնակցում։ Ռոման հետ շատ է եղել, բայց Մալխաս հետ առաջ անգամ եւ որ փոքրուց տեսել է իրան առաջ անգամ մեծ հասակների մեջ այդ ռեզուլտատ այդ չեմպիոնությունը տեսա, մի շաբաթա խելքս գլուխս չէր գալի։ Այդ այնց ասեմ։ Նա Եվրոպայի ոսկե մեդալ նաև 2022, 23 եւ 24 թվականներին է նվաճել։ 2024 թվականին Փարիզի Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր է։ Մալխաս, ձեր հարցազրույցներում հաճախ ասում եք, որ վաստակում ես այն հորիզոնականը, ինչին արժանի ես։ Փարիզի Օլիմպիական խաղերում դուք արժանացաք բրոնզե մեդալի, ուրախ եք թե տխուր նախ բրոնզե մեդալի համար եւ արդյոք ավելիին արժանի չէիք։ Ասեմ, որ այո, Օլիմպիական խաղերում նվաճեցի բրոնզե մեդալ, բայց այնտեղ ես միայն գնացել էի ոսկե մեդալ նվաճելու համար, բայց միշտ որ հասել եմ, այո, արժանացանք նրան, ինչին երևի որ այդ պահին պատրաստ էինք ինչ ճանապարհ որ անցել ենք, երևի պետք է կարողանամ գտնել իմ թերությունները, միտեղ թերացել եմ, միտեղ հնարավոր է ճիշտ չեմ մարզվել, որը որ բերել է այսօր Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալ եմ նվաճել եւ հիմա աշխատում եմ իմ սխալների վրա, ինքս ինձ վրա աշխատելու, մարզիչներին հետ քննարկելու իմ սխալները, որպեսզի կարողանամ այդ ամենը շուտ ուղղեմ, որ արդեն մեդալի գույնը փոխեմ։ Մալխաս, արդյոք պատրաստվում եք հաջորդ Օլիմպիական խաղերին եւ ինչ է նշանակում պատրաստվել Օլիմպիական խաղերի, ինչ ճանապարհ է դա։ Ասեմ, մեզ համար դա շատ բարդ ճանապարհ է, մարզումներ, կարգապահություն, համբերություն, այս պահին դեռ վաղ է պատրաստվել Օլիմպիական խաղերին, այս պահին մեր միակ նպատակը աշխարհի առաջնությունն է, իսկ արդեն որ Օլիմպիական խաղերը մոտիկանա, արդեն
ամբողջ էներգիայով եւ մտքով կտրամանրում օլիմպիական խաղերին։ Նույն մարզումները չեն ինչ պատրաստվել աշխարհի խաղերին, թե օլիմպիական խաղերին։ Չէ, բոլորը նույն մարզումներն են, կարող է մի քիչ ավել, մի քիչ պակաս, բայց ինձ թվում է ավելի շատ հոգեբանություն է։ Օլիմպիական խաղերը դե 4 տարին մեկ են, իսկ աշխարհի առաքելությունը ամեն տարի լինում է։ Ինձ թվում է դա է միայն հոգեբանություն։ Մի խոսքով կարելի է ասել, որ պատրաստվում եք եւ պատրաստ եք հաջորդ օլիմպիական խաղերին մասնակցել եւ վաստակել արդեն ոսկե մեդալ ու նվիրել հայ եւ եզդի ժողովուրդներին։ Այո, կարող եմ ասել, որ արդեն մանր քայլելով արդեն մոտիկանում ենք 2028 թվականի օլիմպիական խաղերին։ Ինձ մի հարց է հետաքրքրում, մեկ այլ բան է ֆիզիկապես պատրաստ լինել օլիմպիական, աշխարհի, Եվրոպայի խաղերին, մեկ ուրիշ բան, երբ հոգեպես պետք է պատրաստ լինես։ Այդտեղ ինչպես եք անում։ Ասեմ, հոգեպես պատրաստվելու համար մեզ այս թե կարգապահությունը, թե քրտնաջան աշխատանքը, օրը 2-3 մարզումները իմ կարծիքով մեզ հոգեպես ուժեղացնում են, որովհետեւ մենք կարողանանք հոգեպես պատրաստ լինել մրցմանը եւ դա եւ մեր ավագ ընկերների խորհուրդներին լսելով, մեր այս ճանապարհով անցած մարդկանց լսելով նրանց խորհուրդներին, դա էլ է մեզ հոգեպես մոտիվացնում եւ ուժեղացնում։ Մալխաս այսօր առավոտից երեկո պարապում եք, հիմա ինչ մարզումներ են։ Հիմա մեր գորգի մարզումն է մասնագիտական, մեր հենակներ են կատարելագործում Արմեն Բաբալարյանի, Գևորգ Ալեքսյանի, Սամվել Գևորգյանի օգնությամբ այսօր մեր երկրորդ մարզումն է այստեղ։ Ում հետ եք մարզվում այսօր, գլխավոր մարզիչը։ Արմեն Բաբալարյանն է գլխավոր մարզիչը, եւ այսօր պատրաստվում ենք այդ հիմնականում մեր հենակները կատարելագործել։ Լավ, ձեզ չզբաղեցնեմ, ես գնամ ձեր մարզիչի հետ խոսեմ։ Պարոն Բաբալարյան, ինչին եք այսօր նախապատրաստում Մալխասին։ Մալխասը այսօր պատրաստում է միջազգային մրցաշարի եւ աշխարհի առաջնությանը սեպտեմբերի։ Իսկ ինչպես եք գնահատում նրան որպես ըմբիշ։ Ինչով է նա առանձնանում որպես ըմբիշ։ Նախ ասեմ, որ ինքը ահավոր շատ աշխատասեր է։ Հենց այս պահին դուք չեք նկատում իր ձեռքը կապած է, ձեռքը արմունկը ձախ։ Լուրջ ցա, այնա, արդեն հանեց, հա։ Վնասվածք ունի, բայց կյանքում չի թողա հանգստանա, չի կարող հանգստանա, որտեղ ինքը գիտի, եթե մի պարապում հանգարց հանգստացավ այդ ձեռքի պատճառով, մյուսները պարապեցին, արդեն ուժեղացան իրանից, դե բնականաբար աշխատասերության մակարդակը ահավոր բարձր է, տարբերվում է բոլորից, բոլորն էլ աշխատասեր են, բայց ասեք Մալխասը մի քիչ ավելի շատ նվիրված իր գործին, շատ լավ է հասկանում որտեղ իրան ինչ է պետք, որտեղ է պետք ավելացնել, որտեղ է պետք կանգ առնել, որտեղ է պետք ինչ-որ հնարքներ կատարել։ Դե բնականաբար այդպիսի մարզիկին, այդպիսի տիտուլներով մարզիկին կա մանր-մունր թերություններ, բայց հաղթողներին չեն գնահատում եւ իր բարձր մակարդակը խոսում է այն բանից, որ ինքը անգամ հաղթանակների մեջ էլ երբ որ դուրս է գալի նստում ենք ես ինքը հորեղբայրը իր մարզիչները նստում ենք, նայում ենք իր գոտեմարտները անկամ հաղթելուց նկատում եք սխալները, ասում հա ճիշտ է հաղթեցի, բայց դե ոնց որ սխալ արեցի, ասում այ ապրես։ Եթե դու քո սխալների մեջ անկախ մարդկա իր սխալը չի ընդունում, այս մարդը իր հաղթանակի մեջ էլ ինչ-որ մի բան գտնում է, որ ինչ-որ միտեղ կարար ավելի լավ աներ, ավելի արագ հաղթեր, ավելի որակով հաղթեր, քան հաղթեց տվյալ պահին։ Իսկ ինչպես է գնահատում նրա հնարավորությունները հաջորդ օլիմպիադայի ժամանակ։ Արեք հələ առաջ չեն գնանք օլիմպիական խաղեր։ Շատ ենք ուզում, որ հաղթի վերջապես ոսկի ունենա։ Ես եմ ուզում, բայց բոլորս էլ ուզում ենք, բայց արեք դեռ առաջ չեն գնանք, դեռ 3 տարի կա, դեռ Մալխասը քայլելու տեղեր ունի, ինքը արդեն պատրաստ է օլիմպիական խաղերը հաղթելու էլ, ուղղակի կյանք է, չգիտենք վաղ ինչ կլինի, առողջություն, չգիտեմ ժամանակից առաջ ես չեմ սիրում ընկնել։ Ժամանակի հետ կքայլենք, հետո կերևա։ Ինքը ապրել է ըմբշամարտով, ծնված օրվանից տեսել է այդ, ապրել է այդ ռեժիմները, դրա համար շատ կարգապահ, շատ խելացի, ամենակարևորը, որ ինքը այս ծանրաբեռնվածությունների հետ մեկտեղ կարողանում է 3-րդ համալսարանը ավարտի։ Ոսկե մեդալով ավարտել է ԵՊՀ-ի միջազգային հարաբերությունները, երևի միակը
ինքնա որ ոսկե մեդալ է ստացել ԵՊՀ-ի ու շատ խելացի կարողանում է բազմակի թե ռուսերեն, թե անգլերեն, թե իրանց ազգային լեզուն, դե չեմ հաշվում, հայերենն էլ հետը, այսինքն 4 լեզվի տիրապետում է, շատ գովելի է։ Մարդիկ կան լիքը ճանումներ չեմ տալի կամ ուրիշ սպորտաձևեր, մի հատ միջազգային մրցաշար են հաղթում ու արդեն շատ սենց քիթը բարձր քայլում։ Իսկ ինքը միշտ շատ համեստ, շատ բարի, բոլորը, երևի երեխաների բոլորի կուրքն է, որ անձամբ իմ տղաներս, փոքրս, որ 5 տարեկան է, ինքն է ծնված օրվանից գալիս է, իր համար ինքը միշտ ուզում է նմանվի Մալխասի, քանի կար, որ Մալխասը 3 հատ Եվրոպայի չեմպիոն էր դառել մեր ծահասակների, սենց էր նկարվում, հիմա արդեն 4 հատ է, ձևը փոխվել է, ուզում եմ ասեմ բոլոր երեխաները ուզում են դառնան անկախ ամեն ինչից, թե դինամոյական են, թե պարապում են Գյումրիում, թե Էջմիածնում, բոլորը շատ հարգում սիրում են, մեծից փոքր, յուրահատուկ անձնավորություն է։ Ազգությամբ ես դեմ ներկայացնում Հայաստանի Հանրապետությունը եւ ինձ համար շատ մեծ պատիվ է, որ ներկայացնեմ երկու ազգ, այսպիսի հաջողություններով կարողանում ես քո ազգի անունը բարձր պահել եւ դա քեզ համար մեծ պատիվ է։ Այ հաղթանակը գին այն ժամանակ է զգում, երբ որ գալիս ես հայրենիք, տեսնում ես թե ժողովուրդը ինչպես է ուրախանում այդ հաղթանակներով եւ իստվա դրանից թանկ բան չկա քեզ համար։ Հնարավոր չէ միշտ հաղթել, պատահում են նաև անհաջողություններ, լինում են պարտություններ, բայց սպորտն իմ լավագույն ուսուցիչն է։ Այն դասյարակում է եւ սովորեցնում ամեն գնով հաղթահարել դժվարություններն ու մինչև վերջ նպատակի հետևից գնալ։ Ասում է Մարզիկն ու զոր ու գիշեր պատրաստվում նոր հաղթանակների։ Ըմբշամարտի մեդալներից Մալխաս Ամոյանին այսօր միայն օլիմպիական ոսկին է պակասում։